ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը դատապարտվեց։ Առնու լրատվականին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի դատանի դատավոր Հրաչյա Մեխակյանը վճիռ է կայացրել։ Մեղադրյալ Մկրտիչ Աշակի Մկրտչյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ եւ նրա նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ 1 տարի ժամկետով։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկցել Մկրտիչ Աշակի Մկրտչյանի 2025 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 2026 թվականի հունվարի 3-ը փաստացի անազատության մեջ գտնվելու 4 ամիս ժամկետը եւ նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 8 ամիս ժամկետով։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ մեղադրյալ Մկրտիչ Աշակի Մկրտչյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Փորձաշրջանի ընթացքում մեղադրյալ Մկրտիչ Աշակի Մկրտչյանի վարքի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայության տարածքային մարմնին։ Մկրտիչ Աշակի Մկրտչյանի վրա դնել պարտականություն վերահսկողության ընթացքում առանց պրոբացիայի ծառայության համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ բնակության վայրը փոխելու դեպքում նոր բնակության վայրի հասցեն սեղմ ժամկետում հայտնել պրոբացիայի ծառայությանը։ Առնու լրատվականը հայտնել էր, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր Մկրտիչ Մկրտչյանի քրեական գործը քննում է դատավոր Հրաչյա Մեխակյանը, որը ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խալղաթյանի փեսան։ Հայտնել էինք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք պահելու համար։ Մկրտիչ Մկրտչյանը ձերբակալվել էր 2025 թվականի օգոստոսի 4-ին քննչական կոմիտեից։ Առնու լրատվականին հայտնել էին, որ դեպքի արդիվ նախաձեռնվել է քրեական բարույթ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի առաջին մասով։ Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը 393-րդ հոդվածի առաջին մասով թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով եւ 396-րդ հոդվածի առաջին մասով թմրամիջոցների, նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի։ Փաստացի նախաքննական մարմինը բավարարեց միայն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի եղբորը ապօրինի զենքի գործով մեղադրյալի կարգավիճակ տալ, իսկ թմրանյութի թեման ըստ էության ծածկադմփոց արեցին։ Եվ ահա դատարանը վճիռ է կայացրել։